Պատկերացրեք հետևյալ իրավիճակը. դուք տուն եք վերադառնում, առավոտյան վազքի եք դուրս եկել կամ պարզապես քայլում եք փողոցով, հանկարծ նկատում եք մի քանի թափառող շների, որոնք սկսում են ուշադրությամբ հետևել ձեզ, մեկը հաչում է, մյուսները մոտենում են, այդ պահին շատ մարդիկ խուճապի են մատնվում, սկսում են վազել կամ գոռալ, սակայն նման արձագանքը երբեմն կարող է ավելի վտանգավոր դարձնել իրավիճակը, այս տեսանյութում կխոսենք այն մասին, թե ինչպես նվազեցնել վտանգը, եթե հանդիպել եք թափառող շների, ինչ գործողություններից պետք է խուսափել և ինչպես պաշտպանել ձեզ հնարավորինս անվտանգ ձևով։ Նախ կարևոր է հասկանալ, որ ոչ բոլոր թափառող շներն են ագրեսիվ, շատերը պարզապես անտեսում են անցորդներին, սակայն եթե շունը կամ շների խումբը սկսում է հաչալ, արագ մոտենալ կամ ցուցաբերել սպառնալից վարք, պետք է գործել հանգիստ և մտածված։ Մի վազեք, ամենատարածված սխալներից մեկը փախչելն է։ Շները բնազդաբար կարող են արձագանքել շարժվող մարդու հետևից վազելով, եթե իրավիճակը թույլ է տալիս, կանգ առեք կամ շատ դանդաղ շարունակեք շարժվել, առանց կտրուկ շարժումների։ Մի նայեք ուղիղ աչքերի մեջ, շատ կենդանիների համար ուղիղ և երկար հայացքը կարող է ընկալվել որպես մարտահրավեր, ավելի լավ է հետևել շան շարժումներին կողային հայացքով, առանց նրան սևեռուն նայելու։ Մի շրջվեք մեջքով, փորձեք միշտ տեսադաշտում պահել շանը կամ շների խմբին, եթե պետք է հեռանաք, դա արեք դանդաղ, առանց մեջքով շրջվելու։ Խոսեք հանգիստ ձայնով, բարձր գոռալը կամ խուճապային շարժումները կարող են ավելի գրգռել կենդանուն, հնարավորության դեպքում խոսեք հանգիստ և վստահ ձայնով։ Օգտագործեք որևէ առարկա որպես արգելք։ Եթե ձեռքում ունեք ուսապարկ, պայուսակ, բաշկոն կամ հեծանիվ, կարող եք այն պահել ձեր և շան միջև, դա կարող է օգնել պահպանել հեռավորությունը, առանց կենդանուն հարվածելու։ Եթե շները խմբով են, շների խումբը կարող է ավելի անկանխատեսելի լինել, քան մեկ շունը, մի փորձեք անցնել նրանց միջով, եթե կա հնարավորություն, դանդաղ փոխեք ուղղությունը և հեռացեք առանց խուճապի։ Եթե շունը շարունակում է մոտենալ, փորձեք պահպանել հանգստություն, եթե շունը միայն հաչում է, դա միշտ չէ, որ նշանակում է, թե պատրաստվում է հարձակվել, սակայն եթե նա շարունակում է արագ մոտենալ, աշխատեք ձեր և նրա միջև որևէ խոչընդոտ ստեղծել, օրինակ նստարան, ծառ կամ ցանկապատ։ Եթե այնուամենայնիվ ընկել եք, հնարավորության դեպքում պաշտպանեք գլուխն ու պարանոցը, կծկվեք և աշխատեք հնարավորինս քիչ շարժվել, մինչև վտանգը անցնի։ Եթե շունը կծել կամ նույնիսկ քերծել է ձեզ, վերքը լվացեք հոսող ջրով և օճառով, ապա հնարավորինս շուտ դիմեք բժշկի, նույնիսկ փոքր վնասվածքը կարող է պահանջել մասնագիտական գնահատում։ Իսկ ինչ անել երեխաների դեպքում։ Եթե երեխան ձեր հետ է, վերցրեք նրան ձեր կողքը կամ գրկեք, եթե դա անվտանգ է, և աշխատեք հանգիստ հեռանալ։ Երեխային սովորեցրեք երբեք չվազել դեպի անծանոթ շները և չփորձել շոյել նրանց։ Կանխարգելումը լավագույն պաշտպանությունն է։ Եթե ձեր տարածքում հաճախ հանդիպում եք թափառող շների, նախընտրեք ավելի մարդաշատ և լուսավորված ճանապարհներ, հատկապես վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան։ Եթե նկատում եք ագրեսիվ վարք դրսևորող շների խումբ, տեղեկացրեք համայնքի պատասխանատու ծառայություններին։ Թափառող շների հետ հանդիպումը միշտ չէ, որ ավարտվում է վտանգավոր իրավիճակով, սակայն ճիշտ արձագանքը կարևոր է։ Մի վազեք, մի խուճապի մատնվեք, պահեք անվտանգ հեռավորություն, օգտագործեք առարկաները որպես պաշտպանիչ արգելք և վնասվածքի դեպքում անպայման դիմեք բժշկի։ Եթե այս տեսանյութը ձեզ օգտակար էր, բաժանորդագրվեք ալիքին և միացրեք ծանուցումները, որպեսզի բաց չթողնեք անվտանգության և գոյատևման թևաններով հաջորդ տեսանյութերը։